Որովայնի ճողվածքները լինում են արտաքին և ներքին։ Որովայնի արտաքին ճողվածքի տակ պետք է հասկանալ որովայնի խոռոչի օրգանների դուրս գալը մաշկի տակ որովայնի խոռոչի պատի վրա եղած բնական կամ ձեռք բերված անցքից, ընդ որում դուրս եկող օրգանը ծածկված է լինում արպատային որովայնամզով։ Որովայնի ներքին ճողվածքի տակ հասկացվում է ներքին օրգանների դուրս գալը կապանային որևէ բացվածքի կամ որովայնի գրպանիկների մեջ, ինչպես և ստոծանու բնածին կամ բացվածքների միջով։ Կախված տեղակայումից արտաքին ճողվածքները լինում են աճուկային, ազդրային, պորտի, որովայնի սպիտակ գծի, փակողական, նստատեղի և այլն։ Ճողվածքները բավականին տարածված առողջական խնդիր է և հանդիպում է բնակչության մինչև 4%-ի շրջանում։ Որոշ ճողվածքներ բնածին են, մյուսները զարգանում են վիրահատություններից հետո։ Այլ դեպքերում խոռոչի պատի թուլությունը կարող է զարգանալ ժամանակի ընթացքում, ի վերջո հանգեցնելով ճողվածքային արտափքման։ Եթե ճողվածքը փոքր է կամ որևէ լրացուցիչ խնդիր չի առաջացնում, կարող եք համբերել և հսկել հետագա ընթացքը, սակայն եթե ճողվածքը մեծ է, ցավոտ է կամ ժամանակ առ ժամանակ անշարժանում է և ուղեկցվում է օղակման ախտանիշներով, այդ դեպքում կարող է առաջարկվել վիրահատություն, որոշ դեպքերում շտապ կամ անհետաձգելի։ Ստոծանիական դիաֆրագմալ ճողվածքը առաջանում է, երբ ստամոքսի մի մասը ստոծանու բնական կամ արհեստական բացվածքներով ներթափանցում է կրծքի խոռոչ։ Սա համարվում է ներքին ճողվածք, այսինքն արտաքինից չերևացող։ Ստոծանիական ճողվածքը հազվադեպ է հանդիպում, սակայն հաճախ բերում է աղիքային անանցանելիության։ Աճուկային ճողվածքը սովորաբար զարգանում է տղամարդկանց մոտ, երբ որովայնի պարունակությունը, օրինակ աղիներ, ճարպոն, արտանկում է աճուկային խողովակից։ Տարբերում են բնածին և ձեռքբերովի, թեք և ուղիղ աճուկային ճողվածքներ։ Աճուկային ճողվածքը օղակվող և անհետաձգելի վիրահատություն պահանջող ճողվածքի ամենահաճախ հանդիպող տեսակն է։ Պորտային ճողվածքը հաճախ առաջանում է երեխաների և կանանց մոտ, երբ որովայնի պարունակությունը, աղիներ, ճարպոն, արտանկում է պորտից։ Պորտային ճողվածքները լինում են տարբեր չափերի և սովորաբար ունեն գնդաձև տեսք։ Ազդրային ճողվածքը ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ և զարգանում է, երբ որովայնի պարունակությունը արտանկում է ազդրային խողովակից։ Վենտրալ ճողվածքը (հետվիրահատականը) զարգանում է որովայնի խոռոչի վիրահատություններից հետո։ Վիրահատական վերքի ուշ լավացումը և սպիները կարող են նպաստել այս ճողվածքի առաջացմանը։ Էպիգաստրալ ճողվածքը առաջանում է, երբ որովայնի պարունակությունը արտանկում է որովայնի պատի կրծոսկրի թրաձև ելունից մինչև պորտը ընկած գծով։ Սա համարվում է որովայնի սպիտակ գծի ճողվածքի տարբերակներից մեկը և ավելի հաճախ հանդիպում է տարեց տղամարդկանց մոտ։ Ճողվածքները առաջանում են երկու պարտադիր պայմանի առկայության դեպքում՝ ներորովայնային բարձր ճնշում և որովայնի պատի մկանաթաղանթային շերտի թուլություն։ Արդյունքում, ներորովայնային բարձր ճնշման ներքո, աղիները կամ ճարպոնը անցնում են որովայնի պատի թույլ կետերով և արտացցվում դեպի ենթամաշկ կամ միջմկանային բջջանք։ Որոշ դեպքերում որովայնի պատի թուլությունը լինում է բնածին, սակայն ավելի հաճախ առաջանում է կյանքի ընթացքում։ Բոլոր այն գործոնները, որոնք առաջացնում են որովայնի խոռոչի ներսում ճնշման բարձրացում, կարող են պատճառել ճողվածք։ Օրինակ, ծանրության բարձրացում թույլ որովայնի մկաններ ունենալիս, կրկնակի փորլուծություն և նքոցներ, ծանր փորկապություն, քրոնիկ հազ կամ փռշտոց։ Ճողվածքը կարող է առաջանալ նաև որպես հետվիրահատական ուշ բարդություն, երբ որովայնի պատը թուլանում է, որպես վիրահատական վնասման հետևանք։ Վերոնշյալից բացի գիրությունը, վատ սնուցումը և ծխելը կարող են թուլացնել որովայնի մկանային պատը և բարձրացնել ճողվածքի առաջացման հավանականությունը։
Ճողվածքների ախտանիշներն են որովայնի կամ աճուկի շրջանում փքվածության կամ արտացցում, ցավ, այրոցի կծկանքի, ծանրության կամ անհարմարավետության զգացում, հատկապես հազալիս, ծանրություն բարձրացնելիս կամ զուգարանում որովայնը ձգելիս, աճուկի շրջանում թուլության կամ ձգվածության զգացողություն, արտացցման շրջանում ձգող քաշող զգացողություն, ամորձիների շրջանում այտուցվածություն կամ ցավ։ Ստոցանիական ճողվածքի դեպքում կարող է առաջանալ ետկրծոցկրային ցավեր, որոնք երբեմն նմանվում են սրտամկանի ինֆարկտի նշաններին։ Օղակված ճողվածքի ժամանակ կարող են զարգանալ ճողվածքային փքված շրջանի կարմրություն և լարվածություն, ջերմության բարձրացում, սրտխառնոց, կրկնակի փսխումներ, հանկարծակի սկսվող հարաճուն ուժգնացող և ողջ որովայնով տարածվող ցավեր, աղիների գործունեության ընդհատում, աղիքային անանցանելիություն, կախված տեսակից սովորական ֆիզիկական քննությունը, բուժձնումը հաճախ բավական է ճողվածքի ախտորոշման համար։ Բժիշկը ստուգում է ձեր ճողվածքը, ստուգում է նաև արդյոք կարող է ֆիզիկապես ներուղել այն, որ որոշի թե որքանով է դա լուրջ։ Որոշ ճողվածքների ախտորոշման համար կարող են պահանջվել փափուկ հյուսվածքների պատկերման հետազոտություններ, ինչպիսին է համակարգչային տոմոգրաֆիան, ԿԱՏ-ն։ Ճողվածքների բուժումը։ Չբարդացած ճողվածքի ժամանակ բժշկի հետ միասին որոշում եք դուք ձեր հետագա քայլերը։ Որոշ դեպքերում, եթե ճողվածքը փոքր է կամ որևէ լուրջ գանգատ կամ խնդիր չի լինում, կարող է ձեզ առաջարկվել, որ բուժական որևէ քայլ չձեռնարկվի, սակայն հսկել հիվանդության հետագա ընթացքը։ Պետք է ուղղակի հետևեք բժշկի խորհուրդներին։ Սակայն եթե աճուկային ճողվածք կա, անկախ գանգատների առկայությունից սովորաբար առաջարկվում է վիրահատություն, քանի որ ճողվածքի այս տեսակը ունի օղակվելու և բարդանալու բարձր հավանականություն։ Բացառություն կարող են լինել այն դեպքերը, երբ տարիքը բավականին բարձր է կամ առկա են վիրահատական միջամտության ռիսկը մեծացնող ուղեկցող հիվանդություններ։ Ներկայումս կիրառվում է ճողվածքների վիրահատական բուժման երկու մոտեցում։ Բաց վիրահատություն, վիրաբույժը կատարում է կտրվածք ճողվածքի շրջանում և շերտ առ շերտ վերականգնում է և ամրացնում է որովայնի պատը։ Լապարոսկոպիկ վիրահատություն, վիրաբույժը որովայնի վրա կատարում է մի քանի փոքր կտրվածքներ և վերականգնում է որովայնի պատը լապարոսկոպի միջոցով, ավելի քիչ վնասելով նույն այդ պատը և նվազեցնելով ճողվածքի կրկնվելու կամ վենտրալ հետվիրահատական ճողվածքի հավանականությունը։ Վիրահատության ժամանակ որովայնի պատը կարող է լրացուցիչ ամրապնդվել հատուկ իմպլանտների միջոցով։ Օղակված ճողվածքների ժամանակ անհրաժեշտություն է ծագում կատարելու ավելի ընդգրկուն, անհետաձգելի վիրահատություն, որի ժամանակ ստուգվում է ճողվածքապարկում ճմլված աղիների կենսունակությունը և դրանց արյան հոսքի վերականգնման հավանականությունը։ Ճողվածքների կանխարգելումը։ Ճողվածքների յուրաքանչյուր տեսակը ունի տարբեր պատճառներ, ինչը նշանակում է, որ քայլերը, որոնք դուք կարող եք ձեռնարկել դրանք կանխելու համար, նույնպես որոշակիորեն տարբեր կլինեն։ Այնուամենայնիվ, ոչ բոլոր ճողվածքներն են կանխարգելելի։ Կան որոշակի գործոններ, որոնք դուրս են ձեր վերահսկողությունից, ինչպիսիք են որովայնի նախկին վիրահատությունը և մկանային թուլությունը, որով դուք ծնվել եք, որոնք կարող են հանգեցնել ճողվածքի, անկախ նրանից, թե ինչ կանխարգելիչ քայլեր եք ձեռնարկում։ Օրինակ, բնածին ստոցանիական ճողվածքը բնածին արատ է։ Դուք կարող եք նաև ծնվել թույլ մկաններով, որոնք հեշտացնում են հետագայում ճողվածք ունենալը։ Դուք կարող եք նվազեցնել ճողվածքների որոշ տեսակների առաջացման հավանականությունը այս ձևերով. ավելի քիչ քանակներով սնունդ ստանալը, նիհարելը, եթե գեր եք, ալկոհոլից և ծխախոտից խուսափելը կամ սահմանափակումը, որոշ մթերքներից խուսափելը կամ սահմանափակումը, ինչպիսիք են կծու կամ փորկապություն առաջացնող մթերքները։ Որովայնի մկանների գերլարումները կանխելու համար
Ծանրությունների ճիշտ բարձրացման մեթոդների օգտագործումը։ Առողջ եղեք սիրելի բարեկամներ, չմոռանաք հավանել տեսանյութը, բաժանորդագրվել ալիքին և կիսվել տեսանյութով ձեր ընկերների հետ։